նախագահ Թրամփի մասին խոսել, նախագահ Թրամփը աշխարհով մեկ մտահոգություն է ստեղծել, որ որոշում իրենը կայուն որոշում չի կատարում, ամեն օր մի ձև ասում է հարկ պիտի պահանջենք, օրինակ 147%-ով հարկ պահանջել Չինաստանից, հետո դա իջեցրել 30%-ով, Եվրամիության երկրներից ասել էր մոտարապես 40%-ով հարկ պիտի պահանջեն, հետո խոսվեց, որ այդպես չլինի, հետո ասաց 10%, հիմա ուրիշ բան է ասում, ահա այսպես բոլոր մտահոգություն է ստեղծում Apple հեռախոսահամարների համար, նախապես որտեղ Չինաստանը պատրաստվում 147% հարկ էր պահանջվում, հետո ասաց Apple պետք է 25%-ով, այսինքն Apple-ից չենք վերցնի, իսկ հետո եկավ ասավ Apple-ից Apple հեռախոսների ինչ-որ գրկա, որովհետև դրսում է պատրաստվում 25%-ով պետք է հարկ վճարեն, երբ որ այդ հեռախոս բերում են այստեղ վաճառելու, եւ հետո ասաց բոլոր հեռախոսները, այսինքն մենակ Apple-ը չէ, այլ Samsung եւ ուրիշներ հեռախոս են բերում հարկ պիտի վճարեն, այսպես անկայուն վիճակ է ստեղծել, որ ուրիշ երկրներ էլ չգիտեն Ամերիկայի հետ ինչպես հիմա պետք է բիզնեսը տեղի ունենա։ Երբ այսպես անկայուն է լինում, ապրանքի գինը թանկանում է։ Որոշ օրինակ մեքենաների ընկերություններ, դրանց մեջ Subaru-ն ասեն, Nissan-ն ասեն, ուրիշ ընկերություններ ասեն են, որ մենք ստիպված ենք մեքենայի գինը բարձրացնել, այսինքն ինչ որ մեքենա արտասահմանից գալիս է այստեղ, երբ ուզենաք գնեք, ավել թանկ է լինելու, քան ինչ որ նախապես գնում էիք։ Այսպես մտահոգիչ վիճակ է ստեղծված եւ դրա համար իրեն նախագահին հարցրեցին, որ դու մի բան ասում ես, մեկ լրագրող քիչ հետո պիտի ցուցադրեմ, մի բան ասում ես եւ հետո you chicken out, այսինքն chicken out is անում, իրեն ուղղակի հարցրեց լրագրողը, իհարկե Թրամփ շատ բարկացավ, որ նպատակը chicken out, այսինքն անձը մի վիճակ է ստեղծում, որ վախենում է, որ ինչ կպատահի, այսինքն Թրամփը մի բան ասում է, հետո այսպես մտահոգված փոխում է իր միտքը եւ չունի այդ քաջությունը, որ իր ասածը պաշտպանի ու շարունակի իր ասածը, ասի սա է ու ես միտքս չեմ փոխում։ Այսպես ասած լրագրողը, ինչ որ ձեզ ասում եմ, որ ինքը շատ բարկացավ, լրագրողին ասաց, որ իր հարցը ճիշտ չի եւ ինքը կայուն անձնավորություն, այսպես ասած։ Ես հիմա ամենայն դեպս այս թերիֆը, որ հիմա հարկեր ինչ որ պահանջվում է, այստեղ նախ մեկ դատարան International Court of Trade, այսինքն այն դատարանը, որ այս բիզնեսներին վերահասու է լինում, ասեն էր դատավորը, այս սովորական դատարան չի, այլ բիզնեսին կապ ունեցող այդ փոխհարաբերության դատարանն էր, որ ասաց, որ ինչ որ Թրամփը պահանջում է անօրինական է։ Իսկ Թրամփի վարչակազմը անմիջապես վերանայման դատարան Court of Appeals հարցը տարեց եւ Court of Appeals ասաց առայժմ Թրամփի ասածն այնինչ որ հարկերը որ պահանջում է տեղը մնում է, բայց հետո այս հարցը եկեք դատարան, ուրեմն Թրամփի հրամանը գործադրելի է մինչև որ դատարանը վերահասու լինի սրան։ Եվ բնականաբար վերանայման դատարանի որոշումը մի կողմը կամ մյուս կողմը տանելու են բարձրագույն ատյանին, Supreme Court-ին են տանելու, որ այնտեղ երևի վերջնական կորոշի արդյոք Թրամփը կամ նախագահը իրավունք ունի այս փոխանակումները, բիզնեսները, որ լինում է ինքը իր ցանկությամբ մի օր մի հարկ պահանջի, մի օր ուրիշ հարկ պահանջի, արդյոք նախագահի աշխատանքի ծիրի մեջ է թե ոչ։ Ես հիմա ուզում եմ ցույց տալ այստեղ ձեզ, որ տեսնում եք 1977 թվին
օրենք այն ժամանակ անցկացրին, որ որոշ հարկեր կարելի է պահանջել, դա այդ օրենքին է հենվել Թրամփը եւ պահանջում է, իսկ ինչ որ ձեզ ասացի Court of International Trade, այդ դատարանը ասաց, որ ինչ որ Թրամփը ասում է սխալ է եւ ինքը չի որ պիտի որոշի, այլ ներկայացների տան եւ սենատի անդամները, այսինքն օրենսդիր մարմինը կարող է օրենք տնի, որ ինչպես պիտի լինի, նախագահի գործը չի տա, իր աշխատանքային ծիրի մեջ չի, որ ինքը որոշի, կարող են որոշել, բայց օրենսդիր մարմինն է, որ օրենք է մշակում, նաեւ Մասկը, աշխարհի ամենամեծ հարուստ մարդը, որ աշխատում էր Թրամփի հետ աշխատում էր, հիմա ասեն է, որ ինքը չի ուզում շարունակի, իհարկե Թրամփը իրենից շնորհակալություն է հայտնել, իր այս 130 օր աշխատել էր, ինքն էլ ասում է շնորհակալ է նախագահին, որ այդ առիթը իրեն տվին, բայց ուրիշ տեղ ասել էր, որ ես աշխատում էի 1.5 տրիլիոն իջեցնեմ, բայց նախագահ հիմա այդ բյուջեն ինչ որ ներկայացրել է ներկայացնի տուն եւ սենատին եւ անցկացրին ներկայացնի տուն սենատը եթե անցկացնի հետո համադրեն գործադրելի կլինի ինքը այնտեղ 3.9 տրիլիոն այսինքն այդ ինչ որ saving կամ կարողացել են կրճատումներ կատարեն ավելի շատ դրանից ուզում են ծախսեն ինքը մտահոգություն է հայտնում այս Իլոն Մասկը, որ ամեն օր իրեն հետ էր վերջին 130 օր։ Սա այդ Թրամփի ցանկացածն էր, որ երկիր ապրիլի 2-ին ասաց, որ երկիր ինչքան պիտի հարկ վճարի այս երկրին, եթե մի բան են բերում։ Ստորագրեց, բայց հետո չգործադրեց։ Դրա համար էր, որ լրագրողը իրեն ասում էր, որ մի բան ասում ես եւ հետո կարծես մտահոգված վախենում ես կամ քաջությունը չունես այդ բերումով էր որ այդ հարցը տվեց լրագրողը իրեն իսկ մեզ մոտ այս Long Beach ամենաշատ ապրանքը աշխարհով մեկ գալիս է երկու մեր շրջանն է գալիս Long Beach եւ Los Angeles Port-ը կամ ծովափի գալիս այդ ապրանքները մեր շրջանն է աշխարհով մեկ ապրանք գալիս մանավանդ Չինաստանը մեզ ամենամոտիկն է ուրեմն Չինաստանից շատ ապրանքներ է գալիս ուրեմն գալիս է մեզ մոտ այդ ղեկավարը Port-ի ասում է որ այսինքն Long Beach-ի ծովափը ինչ որ ապրանքներ գալիս է ջունին հունիսի համար շատ ավել քիչ ապրանք է գալու որովհետև հստակ չի Թրամփի այդ հրամանները թերիֆը կամ հարկը ինչ որ պիտի վճարվի հստակ չի ինչ է եթե ապրանքը պիտի գա հետո ճանապարհի կեսին որտեղ գիտեք նավով է ապրանք գալիս երկար ժամանակ է տևում մինչև հասնի ուրեմն այդ փոփոխություն պիտի տա հետո լրիվ տարբեր կլինի ապրանքը կարողա չկարողանա նա որ վաճառական որ ապրանքը բերում է արտասահմանից չկարողանա վաճառի, որտեղ այդ հարկը այնքան բարձր լինի, գինը այնքան ապրանքի բարձր լինելու, որ չկարողանան վաճառեն, դրա համար վաճառականները ավելի քիչ ապրանք են ուղարկում։ Այստեղ տեսնում եք stock market-ի համար, stock market-ը բարձրանում է, իջնում է, թեև այսօր բարձրացավ մի քիչ, տեսնում եք մտահոգված էին այդտեղ այդ բերումով, անգամ նրանք, որ stock market-ում աշխատում են։ Եվ ինչ որ ձեզ ասացի Los Angeles-ի եւ Long Beach-ի այդ փորձերը ծովափ որը այդտեղից ներմուծում են ապրանքները ավել քիչ է հիմա գալիս ես պիտի տաթար վերցնեմ երբ վերադառնամ տաթարից խոսեմ Նյու Յորքում երկու հոգի մեկին ձերբակալում են տանում են տուն ու չարչարում են այդ նյութը խոսեմ նրանից հետո եղանակի մասին պիտի խոսեմ իստրագիրը նախքան հովանավորողների անուն տամ մեկ շենքի մեջ գտնվում է երկու գեղեցիկ գրասենյակներ վարձու համար է սա հեռախոս համարն է երկրորդ հարկում է այս շենքի
որը Քոլորադո փողոցի վրա է, Չևի Չեյսին շատ մոտ է, նորակառույց է, գեղեցիկ օֆիս է, պիտի գնաք տեսնեք, պատուհաններով, տռներով, այս տարածքը, եթե դու գրասենյակ պիտի վարձեք 1 կամ 2 հատ զանգահարեք խոսեք։ Primate Pharmacy-ով անավորում է ծրագիրը։ Primate Pharmacy ձեզ առաջարկում է տեղերը, եթե որևէ տեղի կարիք ունեք, տեղատոմս ունեք, տեղեր պիտի վերցնեք, իրենք կարող են բերեն ձեր տանը։ Սա իրենց հեռախոսահամարն է 818 600 777։ Եթե ձեր տեղատոմս ունեք, որտեղից տեղատունից որ վերցնում եք գոհ չեք, կարող եք զանգահարել այստեղ եւ իրենք ձեր տեղերը կբերեն եւ իրենք խոստանում են, որ անպայման պիտի ձեզ գոհ պահեն այս բերումով։ Երևան Shipping-ով անավորում է ծրագիրը։ Երևան Shipping-ը ծանրություն եք Հայաստան ղրկելու, իրենք 2 կենտրոն ունեն։ North Hollywood, Lancashire փողոցի վրա, North Hollywood կամ Palmer փողոց, Glendale։ Եթե դուք ուզում եք տեղափոխվել, ինչ որ տան ունեք, ուզում եք տանեք, մեքենա, կարասիք ունեք, ֆուրնիչերներ ունեք, ինչ որ ունեք, իրենք կարող են ամենացածր գինը, որ կարելի է պատկերացնել, փորձեք ուրիշ տեղ նաև հարցրեք, հետո զանգահարեք Երևան Shipping։ Շատ ցածր գնով կտեղափոխեն ինչ որ պիտի ղրկեք։ Ասացի մեքենա եւ շկաֆ ունեք ուրիշ ինչ որ տանը գոյություն ունի։ Նաև Երևան Shipping-ը ամենացածր գինը առաջարկում է, եթե գումար պիտի փոխանցեք Հայաստան։ $100 ղրկեք, ընդամենը $1 եք տալիս։ Որևէ տեղ այսպես գին ձեզ չեն առաջարկելու։ Եվ եթե պիտի ծանրոց ղրկեք Հայաստան, փոխարեն նավով ղրկեք, որ իրենք էլ նավով ղրկում են։ 2 ամիս կես 3 ամիս կտևի ձեր ազգական իրեն ծանրոցը ինչ որ ղրկում եք ստանա, օթանավով մի քանի օր հետո կստանան ընդամենը $2.99 ամեն փաունդին $2.99։ Քարավան ռեստորանն է ովանավորում ծրագիրը, Քարավան ռեստորան ձեզ առաջարկում է ճաշ եւ ընթրիք, գտնվում է Glenox փողոց, մոտ է Grand View փողոցի հատման կետին շատ մոտ է, բայց Glenox փողոցի վրա կվերադառնա։ Այս երկրում ոմանք օգտվում են ոստիկաններին, երբ չեն աշխատում, այդ ոստիկանները իրենց police department-ում չեն աշխատում, հետո եթե պիտի լուր տան police department-ին, կարող են անձնական մարդկանց համար, օրինակ որպես իրենց հետ լինեն, որ ապահով լինի, կամ իրենց տան մոտ լինեն, մեկ իրենց չվնասի, այսպես 2 ոստիկաններ, մեկ 2 տղամարդ, որ բիզնես են անում, վարձում են իրենց։ Եվ ասացի պետք է police department-ին, եթե աշխատում է ինքը police է օրվա ընթացքին կամ երեկոյան, որտեղ police department-ի համար է աշխատում, տեղյակ է։ Հիմա հայտնի չի, այս 2 ոստիկանը գնում են 2 բիզնեսմենի համար աշխատում են, եւ այս բիզնեսմենները մեկ ինվեստորի, որ Իտալիայից գալիս է այստեղ, իրենց մեքենայի մեջ տանում են իրենց կոնդոմինիումը եւ այնտեղ այս մարդուն հիմա հստակ չի ինչ է իրենց խնդիրները, բայց ամենայն դեպս շատ տանջում են այդ ինվեստորին, իտալացի ինվեստորին։ Ամենայն դեպս մի վարկյան պատահում է այդ օրերի ընթացքին ինչ որ իրեն տանջում չարչարում էին, որ կարողանում է այդ ինվեստորը փախուստ այդ կոնդոմինիումից, ապարտմանից եւ ոստիկանության հասնի։ Հիմա ես ուզում եմ այստեղ ցույց տալ, որ գնում են այն երկուսին, տեսնում եք police department New York-ի modified duty, այսինքն բացի police department աշխատեն, կարող են գնան ուրիշ տեղ աշխատեն, հիմա այս երկուսին նաև իրենց ատրճանակը եւ badge-ը վերցրել են, որովհետեւ թվում է այս 2 ոստիկանը աշխատում էին, բայց լուր չէին տվել, որ իրենք անձնական մարդու համար ապահովության աշխատում։ Սա այդ 2 անձնավորություններից մեկին տեսնում եք, որ ասացի այդ իտալացի ինվեստորին տարեն էին իրենց հարկաբաժնի մեջ ու չարչարեն էին այստեղ իրենց փաստաբաններին kidnapping, ուրեմն գողության ճիշտ անձին կողացեն է
այսպես եւ տանջեն են torturing այնտեղ տանջեն են իրենք cryptocurrency վրա աշխատողներ են անգամ Նյու Յորքի քաղաքապետը ասում է որ այսպես տեսնում եք detective-ին մեր Adam security detail working off duty իրեն պահապանները նաև հետո որ իրենց ժամն է աշխատում են այսինքն անսովոր չի ոստիկանը հետո ուրիշի համար աշխատի բայց պետք է տեղեկացնի այդ ուր որ police department-ը աշխատում է եւ այսպես տեսնում եք իրեն թիկնապահները նաև աշխատում են իսկ եւ այս հարցը որ երկու Նյու Յորքի ոստիկանը մեկ մարդկանց համար են աշխատել որ այդ մարդիկ մեկ բիզնեսմենի այդպես տանջեն են չարչարանքի են տվել տեսնում եք տարօրինակ դեպք է այս ինչ որ պատահեն է Italian tourist տեսնում եք եւ investor օթանավակայանում իրեն վերցնում են հետո տանում են այս շենքի մեջ ու տանջում չարչարում են իրեն հիմա պոլիսը եկել է այդ ապարտմանից այդ երկու անձնավորություններին ձերբակալել են մեյերն է տեսնում եք այստեղ ասում են հիմա այդ Նյու Յորքի քաղաքը ասում է որ ամեն մարդ որ քաղաքի համար աշխատում է պետք է հետևի օրենքը թե եւ այն ժանք որ աշխատում է որտեղ կառավարության համար են աշխատում է քաղաքային կլինի նահանգային եւ թե իրեն աշխատանքից հետո նաեւ չպիտի իրենց դեմ այսպես այս երկու մեղավորներն են որ ասացի այդ բիզնեսմենին տարել չարչարել տանջեն էին որ հիմա պիտի տատարանում ավել հստականա ինչ էր կատարվում ինչու այդ ինվեստորին այդ մարդուն տուրիստին որ եկել էր այստեղ տարեն են չարչարել են հստակացնեն ես ուզում եմ եղանակի մասին խոսել որ մեզ մոտ տեսնում եք ավել շոկ է լինելու երկու օր շատ շոկ է լինելու գալիք օրերին իսկ հետո մեղմանում է իսկ հարավային նահանգներում անձրև է փոթորիկ է եւ վաղը արևելյան նահանգներում Նյու Յորք եւ այլն կարկուտ է գալու անձրև է լինելու կարկուտ է լինելու ահա եթե այդտեղ եք ապրում դիտում եք այս ծրագիրը նկատի ունեցեք ես այստեղ ուզում եմ հիմա ցույց ցուցադրել ինչ տեսեք այս արևելյան նահանգն են 22 միլիոն մարդ կարող է դժվար կացության մեջ լինի այդ տարածքում North Carolina կլինի տեսեք հեղեղ է տեղի ունենում այստեղ տեսնում եք Texas-ում է իհարկե այս ինչ որ հիմա նայում եք South East Texas-ում այսպես է եւ դժվար կացություն է ես ուզում եմ հիմա մեզ ցույց տամ մեզ մոտ ինչ է տեղի ունենալու մասամբ տեսնում եք ահա այս մեզ մոտ է եւ Գլենդելը տեսեք հասնելու է ջերմությունը գրված այնտեղ 93 աստիճան 1000 օքս մեզանից ավել արևմուտք 101 աստիճան սրանք 101 աստիճան մոտավորապես 40 աստիճանի մոտ է մեզ մոտ 30 քանի աստիճան yəni մեզ համար որտեղ մենք միշտ այստեղ մեղմ է սովորաբար օդը իհարկե դեռ ամառ չի այսպես ջերմություն մեզ համար շատ բարձր է ինչ որ տեսնում եք 93 աստիճան է ես մի դադար վերցնեմ երբ վերադառնամ դադարից Շան Դիդիկոմի մասին խոսեմ հետո Հարվարդ համալսարանի մասին խոսեմ իսկ ծրագիրը հովանավորում է Քամրանի Յադիդի փաստաբանն է հովանավորում ծրագիրը Ձեզ են առաջարկում, եթե Կալիֆորնիա նահանգում, որևէ տեղ Կալիֆորնիայի մեջ, ակսիդենտ եք ունենում, ավտովթար եք ունենում, այս հեռախոսահամարը ձեզ մոտ պահեք, 24 ժամ, այնտեղ մեկը կպատասխանի, եթե զանգ արեք Քամրան Յադիդի ճանաչված փաստաբանին։ Դոկտոր Գոր Բարսեղյանը եւ Մահտեսյանն նաև երկու ատամնաբույժներ են, գտնվում են Ալիվ եւ Գլենոքս փողոցի հատման կետում Բրբանքում է, բայց անմիջապես Գլենդելի արևանության հեռախոսահամարը տեսնում եք, որևէ հարցեր ատամների ունեք,
լինդի հետ պրոթեզ պիտի տեղադրեք, մաքրման կարիք ունի, բոլոր այդ հարցերով զանգարեք ժամադրություն վերցրեք։ Vivaldi venues եւ catering ովանավորում է ծրագիրը։ Իսկ իրենք 3 սրահներ ունեն հարսանյաց ծննդյան տարեդարձների կնունք եւ նաեւ հոգե հաց եթե պիտի տակ այդ 3 սրահներից մեկը կարող եք օգտվել իսկ ամեն օր ճաշ են առաջարկում ճաշը ռեգլամի մեջ կտեսնեք 5 հոգու համար է որ շատ ավել է քան թե 5 հոգու համար թե իրենք անունն է 5 հոգու համար ընդամենը $150 է սա երախոսահամարն է իրենցը կվերադառնա Շան Դիդիկոմը Ամերիկայում ճանաչված երկից, երկհան, այսպես անձնավորություն է, հայության մոտ շատ ճանաչված չի, բիլիոնատեր է եւ ինքը պրոմոթեր է, ուրիշ երիտասարդ աղջիկներ տղաներին բերում ու իր կարողությունն ուներ, հայտնի անձնավորություններ էր դարձնում։ Դրանց մեջ իր ընկերուին, որ հաճախ մասին խոսել եմ, այդ բոլորը այսպես է, թե տղամարդկանց հետ հարաբերություններ, թե կանանց հետ հարաբերություններ իր պահանջում էր կանայք, աղջիկներ, տղաներ կան միասին սեռային հարաբերություն ունենան, նկարում էր, վիդեո էր անում, այսպես խմիչքներ եւ թմրեցուցիչներ էր այդտեղ բերում, այսպես քիլոներով բոլորը օգտվեն եւ այսպես կարողություններ հաբերի նման եւ այսպես վիճակ էր իրեն անցյալ տարից էս տեղեկացրել էի որ ձերբակալեցին բանտրին ու ինչ որ բանդը պահանջում է միշտ մեկին ասում են դու 10 միլիոն բանդ բեր կամ այսպես ինքը որտեղ մեծահարուստ է վախեցան որ սա կփախնի որովհետեւ եթե այդ մեղադրանքները ինչ որ գոյություն ունի ցմահ պետք է բանդարկված մնա մինչ իր կյանքի ավարտը 55 տարեկան է իհարկե հիմա դրա համար ասացին որ բեյլ չեն ընդունում գումար բերի չեն պետք է մնա բանդում ազատազրկված մինչև դատավարությունը ավարտվի որովհետև վստահ էին որ կթողնի կփախչի հիմա ամեն օր դատավարությունը հենց հիմա տեղի ունենում ես երբեմն մի անգամ բացատրում եմ ձեզ, որովհետև դատավարությունը հենց հիմա այս վարքյանից տեղի ունենում, ամեն օր ինքը դատարանում է։ Ուզում եմ այստեղ ցույց տալ Շան Դիդիկոմ երկհան ճանաչված անձնավորություն, այսպես տեսնում եք։ Օրինակ դատարանում բերել էին իր անձնական քարտուղարուհի ուներ, որ իր հետ աշխատում էր։ Դատարանում ասում էր, որ իհարկե արտասվելով, ասում էր մտավ իմ այսինքն ննջարանը որտեղ ես քնում էի եւ սկսեց ինձ հետ սեռային հարաբերություն ունենալ ասում է դատարանում այս կինը եւ ինքը ինձ ասաց որ լուր մնա եւ այսինքն սեռային հարաբերություն ունեցավ եւ ասում է ես ահ ու սարսափից բան չասի որովհետեւ բարկանում է ծեծում էր Կոմս այդ տղամարդն է եւ նաեւ ուրիշ տեսակ հարաբերություն ինձանից պահանջեց որ ես պետք է կատարեի ասում է այստեղ ես կարծի որ կարող եմ մահանամ որտեվ ջղայն անում էր կորցնում է իր հավասարակշռությունը տարբեր բաներ էր շպրտում անձի վրա եւ այսպես ասում ամենադաժան օրս է եղել այդ օրը իմ կյանքի երբ որ այդ դեպքը պատահեց այստեղ Շան Դիդիկոմին եք տեսնում որ ասացի ամեն երկհան եւ ճանաչված անձնավորություն է Ամերիկայում եւ այդ իր քարտուղարուին ասում է շատ ամեն ինչ դեպի ինձ գցում էր կամ շփոթում էր դեպի ինձ եւ մի անգամ ինձի բարկանում է ինձի պատին է հարվածում է ինձ պատին եւ լողավազանի կողքին էի ծեծելով գցել է լողավազանի մեջ իրեն այսպես իր ընկերուն եք տեսնում նա իր աշխատողները այստեղ տեսնում եք որ վերջին ժամանակ դատի էր տվել 20 միլիոն իրենից փող առավ իր ընկերուին եւ ասում է ես տեսել եմ որ իր ընկերուն ծեծում էր միշտ ծեծում էր ընկերուին
եւ նրան քացի էր տալիս, վայր էր գցում, կետին էր գցում, հետո այնտեղ քացի էր տալիս, ամենը այս կինը ինչ որ բացատրում է այդ տղամարդու վարքի մասին, այսինքն Շան Դիդի Կոմզի վարքի մասին իր ընկերուհուն եք տեսնում, որ մի անգամ խփեն էր աչքի կողքը, սա իր ընկերուհին է, տեսնում եք պատրեն էր աչքի կողքը, մարմնի վրա ես ցույց ցույց եմ տվել խիստ կապտացրել էր, այնքան որ ծեծեր էր ասում եմ առաջի անգամ է որ անդրադարձա որ վտանգի մեջ եմ եւ կարող է ինձ մեծ վնաս հասցնի հետո իհարկե թողնում է գնում է տարիներ աշխատել է իհարկե այսպես դատարանում տեղի ունեցավ այսօր ես ուզում եմ հիմա խոսել Հարվարդ համալսարանի մասին Հարվարդ համալսարանը Ամերիկա եւ աշխարհի ամենաճանաչված համալսարանն է իրենից ավել բարձրագույն համալսարան որպես աշխարհի մանա 150 տարուց ավել Հարվարդը համալսարան է այս երկրում որ երազանքն է մարդկանց որ գնան այդտեղ ավարտեն համալսարան ավարտեն եւ Հարվարդ համալսարանը ամենահարուստ համալսարանն է իր մոտ 53 բիլիոն պահ տրված գումար ունի Հարվարդը տեսեք ինչքան է որ մարդիկ որ նվիրատվություն են արել այդքան ունի ուրիշ համալսարաններ նաև գոյություն ունի որ Ամերիկայում մեծ գումարներ նվիրատվություն են ստացել պահ է տրված որպեսզի համալսարանի ծախսերը փակեն օրինակ 30 բիլիոն ունեն 25 բիլիոն բայց Հարվարդը ամենաշատ ունի 53 բիլիոն իսկ Հարվարդ համալսարանը ղեկավարում էր մեկ Կլադին Գեյ անունով մեկ սև կին էր որ ղեկավարում էր համալսարանը իսկ այդ ժամանակ եւ ուրիշ համալսարաններ երեք ուրիշ համալսարաններ այդ ժամանակ անցյալ տարի 2014-ին ցուցադրել են որ իրենց կանչում են ներկայացնի տան մեջ եւ քննադատում են որ դու չեք հովանավորում հрья աշակերտներին համալսարանի իրենց վտանգված են զգում այդպես են արտահայտվել այս սևկին այնքան ճնշում բանացրին համալսարանի դիրեկտորը որ հրաժարվեց երբ հրաժարվեց այս սևկինը իրեն տեղ փոխարինեց մեկին պերին որ հрья անձնավորություն էր այս հрья անձնավորությունը ժամանակավոր իրեն որպես ղեկավար նշանակեցին եւ 9 ամիս է որ ղեկավարում է համալսարանը հիմա նախագահ Թրամփը ասում է anti-Semitism շատ տարածված է Հարվարդում այսինքն հակահարյական աշխատանք աշակերտների դեմ շատ է տեղի ունենում եւ պետք է Հարվարդին ինչ որ ամեն տարի կառավարությունը նաեւ գումար է տալիս համալսարաններին 3 միլիարդի չափ գումարը Թրամփը պահելն ասում է չենք վճարելու համալսարանին եւ բաժանելու ենք ուրիշ trade այսպես բիզնեսային համալսարաններին այնտեղ ենք հատկացնելու եւ դրա համար տատ է բացել Հարվարդը Թրամփի դեմ ես հիմա այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել տեսնում եք իրենց ավարտականի ժամանակ այս անձնավորությունն է որ հիմա ղեկավարում է համալսարանը Ալեն Գարբեր անունով սա ինքը հрья է իսկ Թրամփը պայքար է սկսել որ համալսարանը հрьяներին ուշադրություն չի դարձնում շատ այսպես հավատացյալ հрья է բոլոր իրենց կրոնական տարածքներին մասնակից եղել միշտ եւ ահա այսպես տեսնում եք իրեն որ ավարտականին ինքն էր խոսում եւ մասամբ ասած Հարվարդը մնալու է ինչպես որպես որակով կամ բարձր դասավանդումների կենտրոն եւ ինքը այդ դատը շարունակելու է ինչ որ Թրամփի դեմ բացված է որովհետեւ նախագահի աշխատանքային ծիրի մեջ չի այստեղ ուրիշ երկրներից նաեւ եկողներ կան որ Թրամփը ասել է իրենց վիզան չի թույլ չեն տա արտասահմանցի կան հիմա այսպես տեսնում եք մեկ զեկույց էր պատրաստվել որ Հարվարդը Իսրայելին ահա այսպես անհարգի աշակերտները մոտեցում են ցույց տալիս դիվայնացում վարկ են ցույց տալիս
Հարվարդի դեմ, հիմա պատկերացրեք, ինքն այլ ղեկավարը հրյա է ինքը, եւ բուլինգ են անում հրյա աշակերտներին, ուրեմն քամփեսում կամ այդ համալիրի մեջ ճնշում են հրյա աշակերտներին, որտեղ ինքը գլխավոր տեսուչը հրյա է, այսպես։ Դրա համար է այդ տեսուչը տատ է բացարել Թրամփի դեմ, որ անտեղի 3 բիլիոնից ավել գումարը չի հատկացնում։ Հիմա մեկ oversight կամ վերահասու անձնախումբ, որ կյանքի էին կոչել այս Թրամփի օրոք, նրանք այդ բիլիոնը, ասացի, բիլիոնները պահեն են, այստեղ աշակերտներն են, որ դուրս են եկել եւ մտահոգված են աշակերտները, որովհետեւ 7000 աշակերտ արտասահմանից են գալիս, որ թոշակը շատ բարձր թոշակ են վճարում, երբ որ արտասահմանից գալիս են Հարվարդ։ 28000-ից ավել աշակերտ ունի Հարվարդը, 7000 արտասահմանցիներ են, որ իրենց թոշակը շատ ավել բարձր է, քան թե մեկը որ ամերիկացի այստեղ ծնված է, այստեղ կամ դարձել է ամերիկացի, եթե գնում համասարան, թոշակը այդքան բարձր չի, ինչ որ արտասահմանից են գալիս։ Եվ սա Մարկո Ռուբիոն է, արտգործ նախարարն է, որ ասում է մենք չինացիներին վիզա չենք տալու, որովհետև մտահոգ են չինացիները այստեղ սովորում են, գնում են իրենց երկիրը եւ կարողանում են տեխնոլոգիայի մեջ մեծ ձեռքբերումներ ունենալ։ Եվ այսպես տեսնում եք չինացիների դեմ աշխատանք է սկսվել։ Հիմա 270,000 չինացի աշակերտ կա, որ չինացի են, այնտեղի հպատակ են, բայց այստեղ Ամերիկայի համալսարաններում սովորում են այս աշակերտները, որ համալսարաններին շատ պետք է լինում, որովհետև ասացի, արտասահմանցին, երբ որ այստեղ համալսարան է գնում, թոշակը շատ բարձր է իրենցը։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ Տաթարից, Քոլորադո նահանգից մեկ հիվանդանոցում ցուցադրեմ, Կանադայում հրդեհներ է տեղի ունենում, մեկ անձնավորություն պարկացած են, բոլոր այս երկրում պարկացած են, այս անձնավորությունն էլ պարկացած են, ուզում եմ ցույց տալ, տեսեք ինչ է անում։ Իսկ ծրագիրը հովանավորում է Վիվալդի Դոկտոր Թավանսին հովանավորում է ծրագիրը, եթե որևէ հարց ունեք աչքի հետ, ջուր է ուզում, լավ չեք տեսում, ագնոցի կարիք ունեք, կամ վիրահատություն պիտի կատարեք, ինքը վիրահատող մասնակետ բժիշկ է, զանգարեք, ժամադրություն վերցրեք։ Ջաքսոն փողոցի վրա է 240 South Jackson։ Ծրագիրը հովանավորում է M&M Liquor Market-ն է հովանավորում ծրագիրը։ Նախ որ եթե ինչ որ գնեք, մինչև $30 առևտուր անեք, 10% զեղչ են տալի։ EBT քարտը ընդունում են եւ անպայման այցելեք Գլենոքս փողոցի վրա է գտնվում։ Գլենդելում է Բրբանկին, մասամբ մոտ է Բրբանկին, բայց Գլենդելում է M&M Liquor Market-ը։ Raffi's Market-ը հովանավորում է ծրագիրը։ Raffi's Market-ը նաեւ Բրբանկում է Գլենդելի հարևանության է, եթե դուք ժամանակ չունեք պատրաստի, իրենք պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու։ Hollywood Piano-ն է հովանավորում։ Hollywood Piano-ն 97 տարի է, որ աշխատում է։ Arroyo Parkway Pasadena-ում է։ Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութն է։ Երկու հարկի մեջ հարյուրավոր դաշնամուր ունեն, որևէ գույն ցանկություն է, կանաչ, տեղին, կարմիր, վարդագույն, մանուշակ, սև, սպիտակ եւ բոլոր երկրները, որտեղ դաշնամուր է արտահայտվում, ամերիկյան, ժապոնական, չինական, կորեական, գերմանական, Czech Republic, բոլոր ունեն, անպայման այցելեք, եթե դաշնամուր պետք է գնեք կամ վարձեք։ Ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը։ Court Furniture ամենամեծ furniture-ի խանութն է Ամերիկայի, 100 խանութ ունի, Գլենդելում Central եւ Myrtle խանութն ունի, իսկ Orange County-ում, եթե այնտեղ բնակվում եք, Euclid եւ 405 freeway-ի հատման կետում Santa Ana-ում խանութ ունի, Ամերիկայում մեկ խանութներ ունի, Court-ը
ամենամեծ ֆուրնիչերի խանութն է Ամերիկայի, նոր մատրես եթե պիտի գնեք, այդտեղ այցելեք, նաև գրասեղան, աթոռներ կգտնեք այդտեղ։ Անրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, ձեզ առաջարկում, եթե դժբախտություն է լինում, հրդեհ է տեղի ունենում, տանը կամ բիզնեսի կենտրոնում, զանգարեք իրեն հետ խոսեք, նաև եթե accident եք ունենում, կարող եք զանգարել, եւ եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, կարող եք զանգարեք, կվերադառնա։ Մեր հյուսիսային հարևան երկիրը Կանադայում խիստ հրդեհներ է տեղի ունենում արդեն, գիտեք, հիմա մենք գարնան ավարտենք, բայց հրդեհները սկսվել է, այսպես տեսնում եք 17000 acres հրդեհ տեղի ունենում այնտեղ եւ հրշեջները աշխատում են կոնտրոլի տակ բերել այս հրդեհը, բայց շարունակվում է։ Անցյալ տարի էլ նաեւ դեպքեր տեղի ունեցել ամիսներ շարունակվում էր այս հրդեհները այնտեղ նաեւ Կանադայում։ Ես ուզում եմ ցույց տալ բոլորը բարկացած են այս երկում։ Եվ այսպես ուզում եմ ցույց տալ իմ մեկ անձնավորությանը, որ այստեղ տեսնում եք գալիս է անձը եւ սկսում է TSA, որ ճամբրուկներն են նայում, իր հետ է սկսում է վիճաբանել, սկսում է ծեծել, մինչեւ մյուսները գալիս են, այսպես տեսնում եք իրեն վայր են գցում, որ տեսնում եք Մայամի օդանավակայանում է տեղի ունենում, կարողանում են իրեն ձերբակալեն եւ սա իհարկե դեկտեմբերին էր դեպքը, որ տեսնում եք դեկտեմբերի, բայց վաղը պետք է դատարան ներկայանա եւ դատավորը որոշի այդ մեղադրանքը, որովհետեւ ասացի սա բարկացած է, ինչպես բոլորը բարկացած են, եթե դուք էլ այդպես է պատկերացրեք, որ մեկ անգամ արթրեք, տեսեք ինչի վրա եք բարկացած, դուք կարող եք հանգստացնի դա։ Ամենայն դեպս մեկ ուրիշ օդանավակայանում էր, երբ որ այնտեղ սկսել էր վիճաբանել, հետո գալիս է այս տարածքը, սկսում է այսպես, հետո իրեն մեկ ուրիշ օդանավով են ուզում ղրկել, գնում է այնտեղ նաև կռվում է, դրա համար հետո տատի էին տվել իրեն։ Ես ուզում եմ խոսել հիմա մեկ անձնավորություն, որ ցես հաղորդերն էի, մեքենայով ինքը մտնում է Ջենիֆեր Անիստոնը, որ Բելերում խոշոր բնակարան ունի, ամենաճանաչված արվեստագետուհիներից մեկը, ակտրեսներից մեկն է այս երկիրը, տասնյակ միլիոն փող է վերցնում, եթե մի ֆիլմ խաղա, այստեղ այդ անձին ձերբակալել էին, երբ որ իր մեքենայով գալիս է, մտնում է, հարվածում է գեյթը, Ջենիֆեր Անիստոնին եք տեսնում, եւ հետո այդ ժամանակ իրեն ձերբակալում են։ Հիմա այն ժամանակվանից հիմա, որ մի քանի ամիս անցել է, երբ նայում են, տեսնում են այս մարդը հավասարակշռությունը չունի, ինքը հիվանդ է, հոգի հիվանդ է անձնավորությունը եւ ասում են տատի չենք կարող տալ իրեն, երկար ժամանակ անընդհատ զանգահարում էր եւ ուզում էր իրեն հանդիպել, սիրում է Ջենիֆեր Անիստոնին եւ այսպես ամենայն դեպս դատավորը ասում է իրեն պետք է ղրկել այսպես psychologic, այսպես հոգեկան հիվանդությունների հիվանդանոցը պիտի գնա այնտեղ իրեն ոչ թե բանտ ղրկեն, այլ ղրկեն այդտեղ, դրա համար դատավարություն տեղի չունենա։ Ինչ որ տեսնում եք այստեղ։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից շարունակեմ ծրագիրը, 14 հոգու ձերբակալել են, դրա մասին խոսեմ եւ 4 հոգու փնտրում են եւ վերջավորությանը Գլենդելի Չևիչեյս փողոցի վրա եւ Գլենդել Ավենյուի հատմագետում ոսկերչական վաճառակենտրոն կա, խանութ գոյություն ունի, կողոպտեն են, դաց է ցուցադրեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Նաղաշ Լավաշն է հովանավորում ծրագիրը։ Նաղաշ Լավաշը գնում եք նպարատուն, այս տեսակը վերցրեք, Նաղաշ Լավաշ։ Ծրագիրը նաեւ հովանավորում է փաստաբան Մարգանյանն է հովանավորում ծրագիրը։ Եթե ձեր տանը, ուր որ դուք վարձակալվեք, եթե դուք վարձ եք վճարում այդ բնակարանում, տեսնում եք ձեր տան մեջ, պահարանի մեջ
միջատներ կան, մրջուն կա գետնի վրա, այդ որ վարձեն եք, մուկ կա, ձեր տանը մուկ կա, այս հարկաբաժնում մուկ գոյությունը եւ դուք վարձակալն եք, դա բնակելի չի, զանգարեք այս հեռախոսահամարին եւ փաստաբանի հետ խոսեք, դուք ոչինչ չեք վճարում, մինչեւ ինքը գումարը վերցնի, երբ գումարը վերցրեց ձեզ համար, որովհետեւ այդքան ամիս դուք վարձ եք տվել, բնակարանը բնակելի չի եղել, ձեզ պետք է հատուցում տան, հետո կվճարեք իրեն, նաեւ եթե որևէ վնասվածքներ եք ունենում, մեկ շենքի մեջ վայր եք ընկել, ուրիշը մեղավոր է, որևէ ուրիշ հարցով դուք վնասներ եք կրել, ուրիշը մեղավոր է ձեզ վնաս է հասցրել կամ մեքենայի հարված եք ունեցել, ձեր մեղքը չի, դուք մեղք չունեք, ուրեմն ավտովթար նաև ունեք, կարող եք զանգարել այս հեռախոսահամարին։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Էբրահիմի, հովանավորում է ծրագիրը։ Դոկտոր Էբրահիմի 4 կենտրոններ ունի, նախ Orange County-ում, Commerce, Encino եւ Glendale-ում։ Glendale-ում 616, իսկ Colorado Glenox փողոց, 616 East Glenox փողոցի վրա է գտնվում, եւ եթե դուք քայլում եք շնչասպառ եք լինում, ոտքի վրա վեր կա, չի լավանում, թաթի վրա, թաթի տակ, այդպես անընդհատ վերք է, այստեղ զանգարեք իր հետ խորհրդակցեք։ Ծրագիրը հովանավորում է Պարոն Էդվարդն է հովանավորում, եթե բիզնես ունեք, հոգնեն եք, էլ չեք ուզում շարունակեք, ուզում եք վաճառեք, զանգարեք իր հետ խորհրդակցեք։ Այս հեռախոսահամարն է, եթե բիզնես ունեք, պիտի վաճառեք։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, եթե ցանկություն եք այս տարեցների կենտրոնը գնալ, ձեզ կտանեն ու կվերադարձնեն։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը։ Անաշե գիֆտը ձեզ է առաջարկում 6 տանակը, տարբեր կոթը կարող է ուրիշ գույն, ինչ որ ձեր ցանկությունն է, տեղին, սպիտակ, կարմիր, կանաչ կարող եք ունենալ, 6 հատը ընդամենը $9.99 է։ Սրանք շատ սուր տանակներ են, եթե ձեր տանակ ունեք, էլ չի աշխատում, սուր չի, սրանք շատ սուր տանակներ են, 1937 West Glenox փողոցի վրա է գտնվում Անաշե գիֆտ կվերադառնա։ 18 հայ են փնտրում, որից 14-ին ձերբակալներ են։ Այդ COVID-ի ժամանակ, COVID-19-ի ժամանակ բիզնեսները այսպես թղթերին ներկայացնում, կառավարությունը իրենց օգտակար էր լինում, գումար էր հատկացնում, որպեսզի բիզնեսները իրենց աշխատողին չհանեն, որովհետև այդ ժամանակ կսկսեն էին հանելու, ասում են, եթե աշխատողին պահեք, շարունակեք աշխատանք, մենք ձեզ գումար կտանք։ Եվ անվերադարձ, մի մասը անվերադարձ գումար էր տալիս կառավարությունը բիզնեսներին։ Իսկ այս խումբ հայեր, որից 14-ը հիմա ձերբակալել են, այդ 14 հոգու ձերբակալել են, մեծամասնություն հայեր են, ամենայն դեպս ամենավատը սա է, որ ասում են Armenian, այսինքն այդ անվանով են կոչում, որ շահագործել են, գումարը վերցրել են, ամենայն դեպս Valley-ում են, Glendale-ում են եղել, ձերբակալել են, 4 հոգի փախել են Հայաստան։ Ես հիմա ուզում եմ այստեղ ձեզ ցուցադրել, տեսնում եք, այստեղ գնում են, սա Նորթ Հոլիվուդ է, կարծում այդ բնակարանից, ղեկավարը իրենցը կամ ավելի մեծ դեր ունեցողը, այսպես տեսնում եք, ասում են տնից բարձրախոսով կանչում են դուրս արի։ Եվ այսպես տեսնում եք, ձեր կբարձրացրել անձը դուրս է գալիս, իրեն ձերբակալում են։ Այստեղ տեսնում եք Armenian fraud ring, այսպես են կոչում, այս անվան տակ է հայկական այդ fraud-ի խումբը, այսպես տեսնում եք իրենց, մեղադրանքը շատ են, և եթե ամեն մեղադրանքը, եթե կառավարությունը դատարանում փաստի 25 միլիոնից 30 միլիոն դոլար յուրացրել են, IRS տեսնում եք, փոլիսը այդտեղ է, ձերբակալել են անձիկին, անունները այդտեղ գրված է, ինչ որ տեսնում եք, բիզնեսային money laundering, յուրացրել են գումարը և defraud, սա անունն է և
ինչքան գումար տարբեր տեսնում եք իրենց ձերբակալվածներին, տեսնում եք եւ 4 ասացի Հայաստան են փախել։ Եվ մի բան ուզում եմ միշտ ինչպես կրկնել եմ։ Ամեն մարդ, որ ձերբակալում են, դա այս երկրում, ուրիշ երկիր այդպես չի, ձերբակալում են, այսինքն մեղավոր է, երևի ձերբակալ է։ Այս երկրում այս անձիկին ինչ որ ձերբակալներ են, ասացի Armenian fraud ring է կոչում կառավարությունը։ Պիտի դատարանում փաստեն, որ անձը մեղավոր է։ Եթե ոչ, հարց չկա այստեղ։ Ուրեմն ում ձերբակալում են, դա այս երկրում չի նշանակում, որ անպայման մեղավոր է, մինչև գնա դատարան եւ դատարանում փաստեն, որ մեղավոր է։ Երևի ոմանք մեղավոր կլինեն, բայց ամենայն դեպս դեռ մեղավոր չեն, միայն ձերբակալումներն են առայժմ ձեր տեղեկության համար։ Իսկ մեկ ուրիշ այս կողոպտելը ոսկերչական խանութները մտնում են կողոպտում են։ Պետրոսյան այս ոսկերչական խանութն եք տեսնում, Մանիլ Պետրոսյանը, որ ես ճանաչում էի իրեն, հանդիպում էի տարիներ առաջ, 30 տարի առաջ, հիմա կարծեմ ինքը հանգստի է կոչվում, իր երեխաներն են կառավարում այս խանութը, Չևիչես եւ Գլենոքսի ճիշտ հատման կետում գտնվող է, այնտեղ security ունեն, ամեն ինչ ունեն, բայց գիտեք, գողերը հիմա շատ ժիր են, հին գողերը չեն, ավել sophisticated, ավել ծրագրված գալիս են։ Ուրեմն տանիքը ծակեն են, մտեն են ներս եւ ըստ այդտեղ տիրոջը տեսեք ծակեն են ներս են մտել $2 միլիոն ոսկի ինչ որ ունեցել են, տեսնում եք սա safe deposit box-ն է եւ ամեն ինչը տեսեք ինչ վիճակի են վերել այս ոսկերչականը, տեսնում եք այդ անձնավորությունը Պետրոսյան ընտանիքի եւ այսպես 45 տարի է աշխատում է, բայց հիմա այսպես դժվար կացության մեջ են դրել իրենց։ Ընդհանուր արմամբ ասացի, սա միակ տեղը չի, value-ում նաև նման, տեսեք, բետոնը կտրերն են եւ երևում է, որ շատ պատրաստված, շատ փորձառու անձիկ են եղել այս անձնավորությունները, այդտեղ տեսնում եք։ Իսկ միայն ասացի այստեղ չի value-ում նաև մեկ ուրիշ տեղ Simi Valley ավել շուտ Բեռնից չեն գալիս ներս հարևանի մոտից այս value-ում հիմա սա նորից Պետրոսյաններին եք խանութն եք տեսնում value-ում կողքի խանութի ծակեն են մտեն են ներս եւ այնտեղ նաև ըստ իրենց 5 միլիոնից ավել տարերն են գումար են տալը, տեսեք ինչպես մտնում է value-ում այդ ոսկերչականը այնտեղի, տեսնում եք այստեղ մտել նաև կողոպտել են այնտեղ value-ում այդ խանութն են կողոպտել։ Միաժամանակ ես ուզում եմ ասել, որ 12.4%-ով ոսկերչականից գողություն անելը իջել է անցյալ տարի, բայց գումարը ինչ որ գողացել են 7%-ով ավել շատ ինչ որ գողացել են 7% ավել թանկ է եղել, որովհետև ոսկին սկսել է բարձրանալ այս վերջին ժամանակները եւ ահա այսպես տեսնում եք պետք է եթե բիզնես ունեք, ասացի մտածեք այդ Simi Valley-ում կողքի խանութի, մտեն են կողքի խանութ, որ այդքան security ապարատներ, բաներ չունեցել եւ հետո մտել են ոսկերչականը եւ տարեն են ամեն ինչ։ Ծրագիր եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում։